Շարունակենք կատարել պատվերը, իսկ ես հիշեցնեմ, որ իմ նախորդ հոլովակում կարող եք գտնել, թե ինչպես գրանցվել Amazon-ում եւ լրացնել ձեր ԱՄՆ-ի հասցեն։ Ապրանքները ավելացնում ենք զամբյուղի մեջ եւ գնում ենք պատվերը կատարելու։ Ինչպես տեսնում եք, ծրագիրը ինձ հուշում է, որ եթե ես պատվերից ավելացնեմ եւս $4.18 ապրանք, ապա պատվերս ԱՄՆ-ի տարածքում կառաքվի անվճար։ Այդ իսկ պատճառով ընտրում եմ մի ապրանք եւս եւ սեղմում եմ Proceed to Checkout կոճակը։ Այստեղ սեղմում ենք Add New, այնուհետև Add Credit or Debit Card։ Լրացնում ենք մեր բանկային քարտի տվյալները եւ սեղմում ենք Add and Continue կոճակը։ Այստեղ ընտրում ենք Save, իսկ այնուհետև ընտրում ենք մեր բանկային քարտի արժույթը, իմ դեպքում դրամային քարտը։ Ընտրելուց հետո սեղմում ենք Continue։ Այստեղ մեզ բաժանորդագրություն են առաջարկում, սեղմում ենք No Thanks եւ մեզ մնաց վերջին քայլը։ Դրա համար իջնում ենք ներքև եւ ընտրում ենք առաքման այն տարբերակը, որտեղ գրված է Free Delivery։ Դրամային քարտի դեպքում Amazon-ը մեզ երկու տարբերակ է առաջարկում՝ պատվերը վճարել դրամով կամ դոլարով։ Ես ընտրում եմ դոլարի տարբերակը, քանի որ այդ դեպքում փոխարժեքը ավելի ձեռնտու է լինում։ Բարձրանում ենք վերև եւ սեղմում ենք Place Your Order կոճակը։ Վերջ, պատվերը կատարված է։ Դե իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել իմեջին նոր հետաքրքիր հոլովակները բացի թողնելու համար։